Այսօր այսքան ժողովուրդ այստեղ հավաքվել է, թե հակիրճ ու ամփոփ ասենք, միայն մեկ նպատակով եւ մեկ պահանջով։ Ընդամենը մեկ, ունենալ իրական, իսկական, ոչ թե թղթի վրա, ոչ թե խոսքերում կամ կենացներում, այլ իրական, ժողովրդավարական եւ իրավական պետություն։ Իրավական եւ ժողովրդավարական պետություն, Հայաստանի Հանրապետություն։ Պետություն, որտեղ որ իրոք գործում են ժողովրդավար ինստիտուտները, որտեղ որ ունենք արդար, անկախ եւ անաչառ դատական համակարգ, որտեղ որ չկա մեկ հոգու ձեռքը պես խաղալիք դարձած իշխանություն, որով նա օգտագործելով հրամաններ է տալիս իրավապահ համակարգին ամեն օր այս կամ այն մարդուն ձերբակալեն, որտեղ որ ազգային անվտանգության ծառայությունը իրոք զբաղվում է ազգային անվտանգությամբ, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական գործի հետևից ինչ-որ գործողություններ է անում, որտեղ չլինեն գրպանի դատավորներ, որոնք որ էլի Facebook-ով կամ SMS հաղորդագրությամբ այս կամ այն մարդուն կալանքի որոշումներ են կայացնում։ Մենք հասկանում ենք, ամեն օր արթնանում ենք, կարդում ենք լուրերից, նորություններից, որ հերթական մարդը կալանավորվել է եւ չենք զարմանում դրան։ Այսինքն կալանքը դարձել է մեզ համար սովորական երևույթ։ Մարդուն բանտ ուղարկելը դարձել է սովորական երևույթ։ Այսօր փաստաբաններն են կալանավորվում, հոգեվորականներն են կալանավորվում, քաղաքական գործիչներն են կալանավորվում, գործարարներն ու բարերարներն են կալանավորվում։ Լավ, այդ մարդիկ, ովքեր որ այդ հրամանները կատարում են, երեկոյան տուն վերադառնալիս իրանց ընտանիքում երեխաների կամ ընկերների հետ զրուցելիս ինչ են ասում։ Ասում են մի հատ մարզի եկեղեցիները ամբողջությամբ փակել ենք, որտեղ տեր չի մնացել։ Սամվել Կարապետյանի կալանքը երկարացրել ենք, փաստաբան ենք այն օրը պարկացրել։ Ինչ են խոսում։ Գիտեք 2018 թվականին, երբ որ ժողովուրդը պայքարում էր իր տեսլականի, երազանքների, մտքերի համար, արդյոք հիմա բոլորիս այդ հարցը տանք, էլի ձեզ էլ հարգելի լրագրողներ։ Արդյոք այսօր մենք այն իրավիճակում ենք, որի մասին երազում էինք։ Արդյոք մենք հաշտենք ու համերաշխենք այս իրավիճակի հետ։ Այն իրավիճակի, երբ որ մեզ ասում են Արցախը արդեն մերը չէ եւ երբեք չի եղել։ Երբ որ հայոց ցեղասպանությունը դա ճշտման ենթակա փաստ է, երբ որ հայոց պատմությունը էլ հայոց պատմություն չի։ Մեսրոպ Մաշտոցը QR-ը, Արարատ լեռը արդեն սովորական սար է։ Եկեղեցին էլ տենց հայերի համար ոչ էական նշանակություն ունի։ Հաջորդը ո՞րն է լինելու։ Հաջորդը լինելու է այն, որ մեզ ասելու են, գիտեք, հայ լինելը արդեն նորաձև չէ։ Գիտեք, Հայաստանի պատմությունը դժվարությունների, զրկանքների, ծանր ճակատագիր ունեցող պատմություն է։ Հիմա ինչ հրաժարվենք հայ լինելուց, այլևս հայ լինելը նորաձև չէ։ Այսինքն ամփոփելով ուզում եմ կրկին ասեմ, որ ժողովուրդը այսօր հավաքվել է, որպեսզի իր ձայնը բարձրացնի, իր անհամաձայնությունը հայտնի այս ամենի դեմ եւ պահանջի ունենալ իրական, իսկական, իրավական եւ ժողովրդավարական պետություն։ Շնորհակալություն։ Իսկ ինչպիսին պետք է լինի այն ուժը, որը կարող է երկիրը հանել այս ծանր վիճակից ձեր կարծիքով։ Ժողովուրդ ջան, միակ տարբերակը այս նպատակին հասնելու այս փոքրիկ խմբակին քաղաքական դաշտից հեռացնելն է։ Հետևաբար, ինչպես հայտարարվել էր Սամվել Կարապետյանի կողմից, ձևավորվում է նոր քաղաքական ուժ, որը որ մասնակցելով ընտրություններին, հույս ունենալով, որ այն կանցկացվի արդար, թափանցիկ կերպով, կստանա ժողովրդի վստահությունը եւ քվեն, այդ ուժը համալրված կլինի պրոֆեսիոնալներով, այդ ուժը համալրված կլինի մաքուր ձեռքեր եւ ոչ վարկաբեկված անձանցով, որոնք կտանեն Հայաստանի Հանրապետությունը դեպի բարեկեցություն եւ կունենանք ժողովրդավար իրավական պետություն։